Մատթեոսի ավետարանի մեջ Հիսուս Քրիստոս այսպես է ասում. «Արթուն եղեք եւ աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»։ Ուրեմն Հիսուսի խոսքը վերաբերում է այն մասին, որ մենք պետք է աղոթենք, որ փորձության մեջ չընկնենք, ոչ թե փորձության մեջ ընկնելուց հետո սկսենք աղոթել։ Երբ որ մենք փորձության մեջ ընկնելուց հետո ենք սկսում դիմել Տիրոջը մեր նեղությունից փորձն դուրս գալու համար, մենք նման ենք այն մարդուն, ով գնում է պատերազմի դաշտ, նոր սկսում է մտածել զենքի եւ փուշտի մասին։ Անհնար է, որ փորձությունը մեզ չհանդիպի, սիրելիներս, բայց մենք պետք է աղոթենք, որպեսզի փորձությանը հանդիպելու ժամանակ չհայտնվենք փորձության մեջ։ Դու պիտի աղոթես, որպեսզի որ փորձությունները, նեղությունները, դժվարությունները քո կյանքում հանդիպեն, դու կարողանաս դիմագրավել, ոչ թե հայտնվես նրանց մեջ։ Հետևաբար Հիսուս չասաց աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ ընկնելուց հետո չկարողանաք դուրս գալ, այլ որպեսզի չմտնեք փորձության մեջ։ Անխուսափելի է եւ պարզ օրինակով տեսեք, սիրելիներս։ Պատկերացրենք մեր կյանքը։ Ինչպես կվերաբերենք այն հարևանին, ով ամեն անգամ, երբ որ ինչ-որ բանի կարիք ունի, հացի, ջրի, շաքարավազի, սուրճի, միայն այդ պետքերի ժամանակ մեր դուռը թակի։ Մենք նրա մասին ինչ պիտի մտածենք։ Լավ կլինի, որ այդ հարևանը միշտ գար տեսնելու մենք ինչպես ենք ապրում, մեր հետ նստել, զրուցել, խոսել։ Ուրեմն նաև աղոթքը Աստծո հետ նրա սերը, գուրգուրանքը փնտրելն է, սա մեր սիրո արտահայտությունն է։ Ուրեմն պետք է ոչ թե Աստծուն փնտրել կարիքից դրդված, այլ պետք է Աստծուն փնտրել քո կյանքում ունենալու համար, նրա հետ ժամանակ անցկացնելու համար։ Նեղության ժամին լավ է, որ մենք դիմում ենք Աստծուն, բայց սա սեր չէ Աստծո հանդեպ, սա վստահություն է։ Գիտենք, որ ինչ էր որ պատահի, Տերը մեզ պիտի օգնի։ Բայց երբ որ դու նեղության ժամին, փորձության ժամին ես մոտենում Տիրոջը խնդրելու, մենք նաև նման ենք այն մարդուն, ով իր մեքենայի բեռնախցիկում պահեստային բենզին ունի, բայց հանկարծ ճանապարհի մեքենան կանգնում է, նոր ինքը հիշում է, որ ինքը պահեստային բենզին ունի։ Այնպես էլ աղոթքն է, երբ որ դու փորձության ժամին ես դիմում, նշանակում է, որ դու հույսը դրել ես Աստծո ողորմության վրա, ոչ թե դու նրան սիրում ես կամ նրա կարիքն ունես։ Աստված դեղագործ չէ, երկինքն էլ հիվանդանոց չէ։ Աստված սիրող հայր է, ով սպասում է մեր մտերիք զրույցին։ Ուրեմն պետք չէ կարիքից դրդված դիմել Աստծուն, այլ մեր սերը, մեր գուրգուրանքը, մեր հավատարմությունը եւ Տիրոջ սերը ունենալն է, որ մեզ ստիպում է, որ մենք միշտ աղոթենք եւ զգանք Տիրոջ ներկայությունը մեր կյանքի մեջ։